տունն է, այդ եղջյուրներին կարող են հարվածել իրենց ընկերները, համախոհները, հնարավոր է նրանց հետ ֆինանսական խնդիրներ, անհամաձայնություն լինի, ձեր ընկերները ձեզ կարող են ֆինանսական պարտավորությունների առաջ կանգնեցնել, դա 11-րդ տունն է։ Եվ ապագա պլաններում ուղղակի խնդիրներ կլինի, իսկ հեծկետիները կրկին նշում են, որ խուսափեք բոլոր այն սև գործերից, որոնք կապված են ձեր երեխաների հետ, ձեր սիրելիի հետ, դրանք 5-րդ տունը դա լյուբով, տворчество, լյուբովնիկ, սիրեցյալների հետ, բայց ճանապարհով դուք ուղղակի չեք վերադարձնելու ձեր սիրեցյալին կամ ձեր երեխային, փորձեք լինել ավելի կոռեկտ, սև լույսի նկարիչում այն վտանգներ է բերում, դա կարող է լինել եւ ֆիզիկական վտանգներ եւ էներգիաների կուտակման տեսքով։ Ձկներ եւ կույս այդ կենդանակերպերի համար փաստորեն 9-րդ եւ 3-րդ տանը ձկները 9-րդ տուն արտերկրում թող ուշադիր լինեն, սև լույսի նկարիչում չներգրավեն այդ ֆինանսական մեքենայությունների կոռուպցիաների մեջ, որի համար ուղղակի նրանց կարող են արտաքսել արտերկրից 9-րդ տունն է։ Փորձեք ուշադիր լինել, եթե պետք է գնա գործուղման արտերկիր, ապա մանրամասն այդ ֆինանսական մասով այդ ձեր պայմանագրերը կարդացեք, ուսումնասիրեք, որտեղ այնտեղ կարող են խաբել, քանի որ Մերկուրին էլ է նահանջող, այդ ամենը կարող է կազմակերպել ապրիլի 7-ից հետո կարդացեք, որոշեք, հետո գնացեք, որտեղ խնդիր կարող է լինել արտերկրում կամ բարձրագույն կրթության հետ կապված, եթե չեք պարապել ձեր քննությունները, ուղղակի դժվարությամբ կարող եք հանձնել կամ կտրվել, եւ հենց 9-րդ տանը դա բարձրագույն կրթությունն է, կոռուպցիայի մի գնացեք սև լույսի նկարիչում, մի կաշառեք ձեր դասախոսներին, որտեղ հնարավոր է համապատասխան մարմինները ուղղակի ձեզ կարողանան վերահսկել եւ ճակատագրական լինի։ Սիրելի կույսեր, ձեր 3-րդ տանն է, 3-րդ տունը դա ինֆորմացիան է, փոխադրամիջոցներն են, քուր հարևան, խնդիրներ կարող են լինել ձեր քրոջ, եղբոր, հարևանների հետ, մեքենայի հետ կապված, կար ճանապարհորդությունների հետ կապված ֆինանսական խնդիրների մեջ կարող եք հայտնվել, նրանք կարող են այդ ձեր հարևան, քուր, եղբայր իրեն կարող են հայտնվել այդ խնդիրների ճգնաժամերի մեջ եւ ձեզ ներքաշել այդտեղ։ Փորձեք ուշադիր լինել, գիտեմ, որ կույսերը նրանք կազմակերպված են, նրանք բավականին լուրջ են տրամադրված, հաշվարկով են, 3-րդ տունը դա խոսակցություններն են, բանակցություններն են, ուղղակի նրանք ովքեր ինֆորմացիոն դաշտում են աշխատում, բացանքներ կարող են տարածվել ձեր մասին, դուք ուշադիր եղեք, որպեսզի ձեր խոսքը չտարածեն համացանցում, որը կարող է ունենալ սեռական բնույթի, այդպես հայհոյանքների կոնտենտ կամ ինչ-որ մի բան, որը շատ լուրջ կարող է ազդել ձեր իմիջի վրա եւ վնասել ձեզ հանրային տիրույթում։